Արձանի տեղը նախ որոշվում է քաղաքաշինական խնդիրներով, քաղաքի սխեմայում, արձանների բաշխման սխեմայում, ըստ կարևորության, ըստ արձանի նշանակության, իր հերոսի ներքին խառնվածքի մասշտաբայնության, եթե զգացել եք, ինքը տեղադրված է գլխավոր պողոտայի վրա, կառավարության շենքերի հարևանությամբ, թիկունքով պատկերասրահի նույնպես պետական մշակութային կառույցին եւ որ ամենակարևորը ես կասեի հայացքով երկխոսության մեջ գտնվելով Վարդան Մամիկոնյանի հետ։ Սա կարծում եմ, որ իսկ միակ ճիշտ գտնված տեղն էր ի տարբերություն նախկինում նաև քննարկված այլ հատվածների։ Այսպիսի կարծիքներ են շրջանառվում, որ Գարեգին Նժդեհ-Արձանը տեղակայվել է հանրապետական կուսակցության մոտ, սա որևէ կապ ունի տեղի հետ։ Դե իհարկե ոչ, գիտեք, որովհետև հանրապետական կուսակցության փոքրիկ շենքը այն ծանրակշիռ ծավալատարածական հորինվածքային կողմնորոշումը չի տալիս, ինչպես ասենք կառավարության թիվ 1 շենքը, չէ՞, կառավարության 3-րդ շենքը եւ այն շենքը, որ ես նոր թվարկեցի, եւ նա կարծեք թե թաքնված է։ Ուղղակի երկրաչափորեն այո, մոտ է գտնվում, իսկ ինչի մոտ չգտնվի, որ այնքան մոտիկ շենքեր են այստեղ կա, ավելի լավ որ մոտ է